Տեսեք ինչ հրաշալի է Սուրբ Հոգու հատկանիշները։ Եկեք միասին ասենք. Տիրոջ հոգին, իմաստության հոգին, հանճարի հոգին, խորհրդի հոգին, զորության հոգին, գիտության հոգին, Տիրոջ երկյուղի հոգին։ Ու ասում է Հիսուսի ախորժանքը Տիրոջ երկյուղն էր։ Նա ապրեց սուրբ կյանքով։ Մարդիկ կարող են մտածեն, որ Հիսուսը սուրբ կյանքով ապրեց նրա համար, որովհետև Հիսուսն էր։ Այո, Հիսուսն էր, բայց նա այս հոգով առաջնորդվեց, որպես կատարյալ 100%-անոց մարդ, որ կարողանա ապրի սուրբ կյանքով, որ մեզ էլ օրինակ թողի, լինելով սահմանափակ մարմնի մեջ, 100% մարդ ապրեց սուրբ կյանքով, սուրբ հոգու օգնությամբ, որ արդար լինի։ Այս հոգու 7 հատկանիշներով ապրեց, որ կարողանա անի այն ինչ որ Աստված ծրագրել էր։ Դու նույնպես Սուրբ Հոգին ունեցող ես, եթե չունես, այսօր հավատում եմ կունենաս, դու էլ կարող ես անցնել քո կյանքը շատ հրաշալի կերպով, եթե իրապես Սուրբ Հոգուն տեղ տաս, թույլ տաս, որ Սուրբ Հոգին քեզ առաջնորդի։ Աստված իր որդու հոգին ուղարկեց ձեր սրտերի մեջ։ Սիրելիներ, մեր սրտերի մեջ Աստծո որդու հոգին կա, որով մենք կարողանում ենք աղաղակենք Աբբա, հարազատ հայր։ Աստված ինչ որ հերվում եղող Աստված արարիչը չի, նա նաև մեր հայրն է։